Բարի լույս սիրելիներ։ Եղել են դեպքեր, երբ որպես քրիստոնյաներ մտածեք, թե Աստված ինչպես է խոսում մեզ հետ, եւ փնտրեք ճանապարհներ այդ խոսքը լսելու։ Երբեմն մարդը մտածում է, որ Աստված պիտի իր ընտանիքի անդամի միջոցով խոսի, եւ սա նորմալ ու ճիշտ է։ Երբեմն ընկերոջ միջոցով, անգամ թշնամու միջոցով Աստված կարող է խոսել մեզ հետ։ Բայց ամեն ինչից առաջ, սիրելիներ, Տերը մեզ հետ խոսում է այն ժառանգությամբ, որ մենք ունենք որպես քրիստոնյաներ։ Այո, այդ ժառանգությունը չափազանց կարևոր է, որովհետև Տերը մեզ հետ խոսեց 2000 եւ ավելի տարիներ առաջ մեր հայրերի միջոցով, Սուրբ Գրիգոր Լուսավորչի, Նարեկացու, Տաթևացու, Ներսես Շնորհալու եւ մնացած հայրերի միջոցով։ Տերը այսօր շարունակում է մեզ հետ խոսել եւ նախ եւ առաջ Տիրոջ խոսքը մեզ հասնում է մեր Տեր Հիսուս Քրիստոսի միջոցով։ Տեսեք, Եբրայեցիներին ուղված նամակի մեջ Պողոս առաքյալը ինչ է գրում, հենց առաջին գլխում։ Աստված բազում ձևերով եւ բազում օրինակներով հնում խոսեց մեր հայրերի հետ մարգարեների միջոցով։ Այս վերջին օրերին մեզ հետ խոսեց իր որդու միջոցով, որին ժառանգ կարգեց ամեն ինչի եւ որի միջոցով ստեղծեց տիեզերքը։ Նա, որ ճառագումն է նրա փառքի եւ արտահայտումը նրա էության, որ իր խոսքի զորությամբ պահում է տիեզերքը։ Նա մեր մեղքերի մաքրումը կատարելուց հետո նստեց Աստծո մեծության աջ կողմում բարձունքներում։ Սիրելիներ, ուրեմն ամեն օր մեր Տեր Հիսուս Քրիստոս խոսում է մեզ հետ։ Այդ խոսքը մեզ անհրաժեշտ է օրվա հացի նման։ Հարց. արդյոք մենք ամեն օր լսում ենք Տիրոջ խոսքը։ Արդյոք մենք ամեն օր Տիրոջ Սուրբ խոսքի հետ հաղորդակցվում ենք։ Բազմաթիվ անգամներ, բազմաթիվ առիթներով մենք բոլորս հաստատում ենք մեր կյանքի մեջ Աստվածաշունչ Մատյանի ներկայության անհրաժեշտությունը։ Եվ այսօր էլ թույլ տվեք այսօրվա խորհրդով շարունակել այդ հաստատումը։ Մեր Տեր Հիսուս Քրիստոսին լսելու տարբերակներից, կարևորագույն տարբերակներից է Աստվածաշունչ Մատյանը։ Հետևաբար, սիրելիներ, եթե կուզենք հասկանալ, թե Աստված ինչպես է խոսում մեզ հետ, նախ եւ առաջ Աստվածաշունչ Մատյանով է խոսում մեզ հետ։ Խոսում է մեր Մայր եկեղեցու միջոցով։ Խոսում է այն բոլոր տարբերակներով, որտեղ Քրիստոս արտահայտություն է գտնում մեր առօրյա ապրումի մեջ։ Ուրեմն ականջ տնենք Տիրոջ խոսքին, չհեռանանք Սուրբ Գրքի պատգամից եւ կարողանանք հասկանալ, որ Տերը սիրում է մարդու հետ խոսել եւ մենք սիրով պետք է կարողանանք ընդունել Տիրոջ խոսքը, նրա պատգամը, նրա հորդորը, խրատը։ Հետևաբար արթուն մնանք, շարունակենք Տիրոջ խոսքով ապրել եւ Տերը պիտի առաջնորդի մեզ դեպի հավիտենություն։ Բարի եւ խաղաղ օր ձեզ բոլորիդ։ Աստված օրհնի ամենքիս։